Ոչ մերժում կա, ոչ էլ հասկանալի բացատրություն։ 3 ամիս է վանաձորցի Գայանե Վոփյանը դռնեդուռ ընկած փորձում է պարզել, ինչու պետությունը 9 տարի առաջ մանկատնից իր ընտանիք տեղափոխված աղջկան չափահաս դառնալուց հետո չի տրամադրում հասանելիք նպաստը։ Ավելի քան 3,5 միլիոն դրամն արդեն 3 ամիս չեն կարողանում ստանալ։ Դիմումները բազմանում են, հիմնավոր պատասխանները ոչ։ Եթե մենք 9 տարին ամիսների վերածենք, 100 ամիս այդ երեխուն ես պահել եմ ու դեռ մի անգամ մեր ընտանիքում չի շոշափվել, որ դու մանկատան երեխա ես, բայց այս 3 ամսվա ընթացքում 100 անգամ մեզ ասեցին դիմում գրեք, 100 անգամ այս երեխան արցունքն աչքերին գրում է, որ ես մանկատան սան, մայրս մահացած, հայրս հրաժարված, բայց ոնց կարելի է։ Մանկատան երեխաներին խնամատար ընտանիքներ տեղափոխելուց հետո պետությունը որոշակի գումար է սահմանել նրանց համար, հոգալու նվազագույն ծախսերը։ Բացի այդ, երեխաների անունով հաշվարկվում է կերակրողին կորցրածի նպաստ, որը նրանք իրավունք ունեն ստանալ միայն չափահաս դառնալուց հետո։ Ավագ քույրը 18 տարեկան դառնալուց հետո առանց խոչընդոտների ստացել է իր հաշվին կուտակված գումարը։ Մինչդեռ կրտսեր աղջկա դեպքում արդեն 3 ամիս է ընտանիքի համար անհասկանալի պատճառներով գումարն ստանալ չի հաջողվում։ Դիմել են բազմաթիվ պետական կառույցների, ընդհուպ վարչապետի աշխատակազմ ու իրար հակասող պատասխաններ ստացել։ Մեկ ասում են բազայից դուրս է, այստեղ էլ ոնց որ բոլորը վախենան։ Բա լավ, մեր այս սոցիալականում ինչի են այդքան աշխատողներ նստած վարձատրվում միայն դիմում վերցնելու համար, ինչ ասում ես, տենց վախեցած նայում են, թե պետը հանկարծ ինչ կասի։ Լավ, դուք խնամատարը մոտենում ա, մի հատ ասեք աղջիկ ջան, դեռահաս ջան, չգիտեմ, կամ կստանաս, կամ չես ստանա։ Ընտանիքը միասնական սոցիալական ծառայությունից այս շաբաթ առաջին անգամ գրավոր պատասխան է ստացել, բայց սրանից ավելի են խճճվել։ Պետական կառույցը հաստատել է, որ անցած 9 տարիներին աղջկա անունով գումար հաշվարկվել է, բայց զարմանալիորեն նշել են նաև, թե այն վճարելու իրավական հիմքեր չկան։ Եթե երեխան մանկատնից դուրս է գրվում, ապա մանկատան ղեկավարը որդեգրողին կամ խնամակալին գրավոր ծանուցում է այն մասին, որ երեխայի կենսաթոշակի վճարումը շարունակելու համար անհրաժեշտ է գրավոր դիմել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը։ Անցած 9 տարիներին նպաստի գումարը յուրաքանչյուր ամիս հաշվարկվել է, բայց հաշվի առնելով մանկատան երեխայի կենսաթոշակի գումարի վճարման յուրահատկությունը, հաշվարկված գումարը չի ներառվել բանկերի վճարման ցուցակներում։ Ավելի քան 2 ամիս հարցն ուսումնասիրելուց հետո սա սոցիալական ծառայությունից ստացված պատասխանն է։ Առանց հասկանալի պարզաբանման, ինչու արդեն գոյություն չունեցող մանկատան ղեկավարը պիտի ծանուցեր ընտանիքին։ Պարզ չէ նաև, եթե գումարը հաշվարկվել, բայց տեխնիկական պատճառներով բանկերի վճարման ցուցակներում չի ներառվել։ Այս դեպքում ինչ ճակատագիր կունենա այդ 3,5 միլիոնը սրանից հետո։ Միասնական սոցիալական ծառայության պատասխանն ավարտվում է հոռետեսական ձևակերպմամբ, թե նպաստը վճարելու իրավական հիմքեր չունեն։ Ծնողազուրկ քույրերին իր խնամքի տակ առած Գայանե Վոփյանը պետական այս կառույցի 2 էջանոց խրթին շարադրանքից գլուխ չի հանում, ինչու ավակ աղջկա դեպքում իրավական հիմքերը եղել են, կրտսերի դեպքում չքացել։ Ես որ քույրիկի գումարն ստացա, հետաքրքրվեցի այս քույրիկի մասին, դե ասեցին, որ ինքն էլ կդառնա չափահաս ու կստանա։ 9 տարի առաջ Գայանեի կյանքը կտրուկ փոխվեց, երբ մանկատնից իր տուն տեղափոխվեցին վանաձորցի 2 քույրերը, որոնք այսօր արդեն չափահաս են։ Ինքը 23 տարի երեխա չի ունեցել, բայց քույրերի իր տուն գալուց հետո նրա կյանքում անսպասելի հրաշք է տեղի ունեցել։ Ծնվել է իր փոքրիկը, որ շուտով 2 տարեկան կդառնա։ Մեծ քույրիկը մեր տանից ամուսնացավ, բալիկ ունեցավ, այդ բալիկին կարելի ասել ես թոռնիկ ունեցա, տատիկ դարձա սկզբում, շատ սիրեցի ու հետո մայրացա։ Այդ երեխայի ես տենց եմ միշտ մտածում եւ բոլորը, որ այդ թոռնիկի սերը, այդքանի մեծ նվիրումը, սպասումը ինձ մայրացրեց։ Մինչ սոցիալական ապահովության պատասխանատուները 2 ամիս հարցն ուսումնասիրելուց հետո անհասկանալի պատասխան են ուղարկել, ընտանիքը շարունակում է սպասել գրասենյակների փակ դռների առջև անորոշության մեջ։ Ծնողազուրկ աղջիկներին արդեն 9 տարի իրենը համարող Գայանեն ասում է, շտապում են, որքան հնարավոր է շուտ ստանալ աղջկա հասանելիք 3,5 միլիոնը, կրթության ծախսեր ունեն, ընդամենը 3 ամիս առաջ չափահաս դարձած աղջիկը երազում է բժիշկ դառնալ։ Կուզեմ, որ չգիտեմ, այս խնամատարությունը, որ զարգացնում են, նման ծառայություն մատուցողները մի քիչ, չգիտեմ, մայր լինեն ու հասկանան, որ մենք ոչ մի անգամ դա մեր տանը չենք ակնարկել երեխայի հետ, որ մենք քեզ մինչև 18 տարեկանը պետքա պահենք։ Եթե որևէ խնամատար
այդ մտքով վերցնի երեխային ընտանիք, ես չգիտեմ, էլ իմաստ չուներ մանկատունը փակել։